խոսելու ենք բիզնես թրենդերից։ Հիմա թրենդային է դառնալու այս փուլում ինչ որ վերափոխված հոգեբանական ծառայությունները։ Այսօրվա ամենաուժեղ թրենդերից մեկը նաև մեր ժամանակների այդ կրիպտո արժույթներն են։ Հետո եկավ ժամանակաշրջան, երբ որ եղավ թրենդային տեխնոլոգիական ստարտափ ունենալը։ Ինչու ես նոր երգ ստեղծեմ, ինչու ես նոր ֆիլմ ստեղծեմ, ինչու եթե ամեն ինչը կարող արհեստական բանականություն անի։ Իսկ ինչքանով են ընդհանրապես մեր հայ գործարարները կարևորում մեդիայի դերը այս առումով։ Ես տասնյակ գործարարների գիտեմ, բազմաթիվ գործարարների, որոնք հպարտությամբ ասում են, ես նորությունները չեմ նայում։ Ցավոք սրտի Հայաստանի մեդիա դաշտը հեղեղված է քաղաքական բամբասանքով։ Միշտ մարդիկ ցույց են տալիս այդ իրենց պատմության լավ կողմերը։ Իսկ հիմա թրենդային կդառնա նաև ցուցամոլության պակասը։ Ընդհանրապես պետք է որ բոլոր խաղացողները հավատան դրան, որովհետև թրենդը նաև երազի մասին է։ Բարև ձեզ։ Օգտակար ալիքի եթերում նորից գործարար մտագրողն է։ Եվ ձեզ հետ ինչպես միշտ Գևորգը, Սամվելը եւ Նարեկն են։ Ողջույն, տղաներ, ինչպես եք։ Պետք է որ լավ լինենք։ Ամեն անգամ տենց ինտրիգներով լի Գևորգյան, տեսնենք այս անգամ ինչ ես մեզ բերել։ Դե, ինչպես գիտեք, մեր ֆորմատի համաձայն թեման ես նոր կբացեմ եւ այսօր մենք խոսելու ենք, շատ երկար չեմ նախապատրաստի, խոսելու ենք բիզնես թրենդերից։ Շատ հաճախ հնչում է, որ թրենդային բիզնես գաղափար, հիմա թրենդ է, չգիտեմ, թրենդերից է եւ այլն։ Ինչ է ընդհանրապես բիզնես թրենդ ասածը։ Նարեկ։ Օշ, Գևորգյան, անենց հետարքի մի հատ բան ես բերել, որ ինքը նախ բավականին մեծ սուբյեկտիվիզմ ունի, որտեվ ում համար է թրենդ էլի։ Այո։ Որտեվ ամբողջը կախված է նրանից, թե մարդը որ պահին է դա ընկալել եւ հասկացել, եւ երկրորդ կարևոր բանը արդյոք այդ թրենդը որ կա, ինքը թրենդն է այդ բիզնեսի, հա, իսկապես, թե դու ինչ որ միտեղ մի բան նկատել ես, ինչ որ մի հատ լավ թրենդ, այսինքն նորամուծություն, թրենդը ինչ է, միտում։ Հա, եթե ճիշտ եմ հիշում, հայերենով ինքը միտում է թարգմանվում։ Այդ գործարար միտում։ Հա։ Այդ միտումը որ դու նկատել ես, ինքը ուրիշ ոլորտից է եւ ուզում ես բերես քո ոլորտ, հա, այնց այդ թրենդների հետ ինքը բայց ինքը խոսում է նրա մասին, ինքը պարտադիր պետք է լինի, դրա մասին անպայման պետք է խոսեն եւ ընկերությունում պետք է լինի վարքագիծ, շատ կարեւոր է վարքագիծ, բոլոր թրենդները մշտապես պահել խոշորացույցի տակ եւ նույնիսկ գիտակցաբար հրաժարվել, ասել սա մերը չի, այս թրենդը մերը չի, բայց չանտեսել էլի, անլուրջ չվերաբերվել, որտեվ ցանկացած միտում ինքը խոսում է փոփոխության մասին, եւ այլն էլի, այսինքն այս փուլում հա, այս հələ որ ընդհանուր պատկերն ենք տալիս։ Ես ընդհանուր պատկերը տալու համար այդ թրենդերը 3 մակարդակի բաժանեմ։ Առաջին մակարդակը գլոբալ մակարդակ է, այդ ոլորտային թրենդներ, այդ ոլորտում ինչա կատարվում, հա, որտեղ այդ ավելի գլոբալ են, ավելի երկարաժամկետ են, ավելի մնայուն են։ Երկրորդը տվյալ բիզնեսում ինչա կատարվում, ինչ թրենդներ կա ու նմանատիպ բիզնեսներում, հա։ Եվ երրորդ թրենդը դա ռոպեական, այդ պահին, երեք ինչ էր եղել, երեք ինչի մասն ենք խոսում։ Օրինակ լրատվություն, մեմերը ոնց են տարածում։ Ինչ-որ մի հատ իրադարձություն ա լինում, քաղաքական, տնտեսական, զվարճալ է ինչ-որ մի բան ու որոշ բիզնեսներ այդ թրենդը վերցնում են ու այսօրվա վաղվա իրենց փոստերում, ստատուսներում եւ այդ մասին գրում են անդադ ու թրենդի մեջ են մտնում, այդ ռոպեական այդ պահի մեդիայից կախված։ Բիզնեսի թրենդների մասին, ասենք օրինակ կարող է, ինչ ասեմ, HR-ական ինչ-որ մի հատ գործիք լինի ու սկսեն դա օգտագործել կամ մարքեթինգային ինչ-որ գործիք լինի, դա սկսեն օգտագործել, այլ հարցը լավ են օգտագործում, թե վատ են օգտագործում, որովհետև օրինակ ինձ դուր չի գալիս այնց ռուսական, եվրոպական, ինչ-որ բաներներ, ինչ-որ ֆորմատներ, որ ռուսերենով կամ հոլանդերենով կամ գերմաներենով կամ անգլերենով շատ հնչեղ է ու վերում են հայկականացնում են, հա, ու այստեղ մի քիչ արհեստական բան է ստացվում։ Եվ ոլորտային թրենդները, որտեղ այդ գլոբալի մասին է խոսքը ու ինչու տես տարանջատեցի, առաջին երկրորդը կարող է բիզնեսը վերահսկի, բիզնեսն էլ կարող է թրենդի աղբյուր լինի, իսկ երրորդը ավելի շուտ դու պետք է հետևես այդ թրենդերին ու փորձես այդ թրենդի մեջ լինել, եթե իհարկե այդ ոլորտը քեզ հետաքրքիր է։ Ոլորտային թրենդ դու նկատես տվյալ ոլորտում, օրինակ տուրիզմում ինչ թրենդ է գնում։ Հիմա տուրիզմում օրինակ sightseeing
trend-ից, COVID-ից հետո անմիջապես սկսեց այդ process-ը, մարդիկ գնում են experience sharing, ինչ-որ trend-ը, փորձառնական туриզմի են գնում։ Այդ trend-ը, այդ ի՞նչ է նշանակում, որ դու պետք է լես այդ trend-ի մեջ։ Ուղղակի չտանես, ասես, տեսեք, սա ինչ-որ Գառնիկ Եղարդ եւ այլն։ Այս Գառնիկ Եղարդի համերն է պետք։ Բայց Գառնիկ Եղարդի կողքի գյուղերն է պետք տանել։ Գառնիկ Եղարդի ճանապարհից դուրս է պետք գալ, այլ ոչ թե ուղղակի այդ ճանապարհով տանես ու բերես։ Համեր էլի ավելացնես, այսինքն ու եթե Եվ էմոցիաներ։ իսկ եթե ես պայմանական մսամթերքի արտադրանքի մեջ եմ, հա, ու գիտեմ, որ туриզմում այդ երևույթը կա, այդ trend-ը, հա, ապա ես իմ պրոմոյի մեջ եւս դա ներառում եմ, այսինքն ես ասում եկեք այդ փորձառությունը ստացեք իմ գործարանում։ Արի արտադրի քո ավան ինչ-որ մի բանը, հա, եւ կարող ես հենց քո բաստուրմեն, քանի դեռ Հայաստանում ես ունիկալ, մենք ունենք, արի հենց քո բաստուրմեն արտադրի հետը տար։ Այսինքն այս է այդ trend-ը туриզմ զբոսաշրջիկային ոլորտից բերել արտադրական ոլորտ։ Բայց մի հատ է կարևոր, քանի որ մենք մետոդոլոգիայից ենք խոսում, նրանք տրենդոլոգներ էլի։ Միտումնաբան։ Հա, միտումնաբան։ Այ շուժեղա, Գևորգ ոնց է կանում տեղում մասնագիտություն։ Պատկերացնում ես մեկն էլ լուրջ հավատա հաջորդ հարցազրույցում գրի Սամվել Գևորգյան, ստորակի միտումնաբան։ Բայց ինչ վատա։ Հիմա տեսեք, ես կուզենայի նաև տեղ ավելացնել երկու դերակատարում։ Հա, եթե կարելի այդպես ասել։ Դու որպես բիզնես տրենդների հետ, դու տրենդներին հետևող ես, թե տրենդներ թելադրող ես։ Ահա, իմ հաջորդ հարցը լինելու է հետևյալը։ Իսկ ես միշտ ուշակում եմ իր հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը հետևյալն է։ Իսկ ով է ստեղծում trend-ը։ Ով այդ միտումը տալիս։ Ես այդ 3 Սպառողը հաճախորդը, թե գործարարը։ Այդ 3 մակարդակ հենց այդ նպատակով ասացի, որ հաջորդը բոլորս կանխատեսել էին քո, բոլորսի նկատում եմ ես։ Ինչ կանխատեսելի եմ, բայց ավելին հեսա մեկնաբանությունները մարդիկ մեր խոսքերն են, մեզ հետևում են։ Եթե ես կանխատեսելի եմ, ուրեմն միտումնաբան չեմ կարող լսել։ Չէ, տես բան չկա։ Միտումնաբանը ես էի, չէ։ Մենք ընդհանրապես բավականին երկար շփվում ենք ու արդեն կարողանում ենք իրար ճանաչում ենք իրար մտքերը։ Թրենդները տարբեր են լինում։ Եվրոպական թրենդները մեդիայի կողմից է, ասենք, ինչ որ քաղաքական գործի, ինչ որ տնտեսական գործ, գործարար, ինչ որ դերասան, ինչ որ մի բան, ինչ-որ մի հատ հետաքրքիր բան անի։ Այդ կարա լինի այդ թրենդները, օրինակ հիմա սոցիալական ցանցերում, ասենք TikTok-ում, Instagram-ում, մեկին կողքից նկարեն, օրինակ այս մի քանի օրը այդպես մի հատ թրենդ է տարածված, մի հոգի Չեխիայում կամ Պրագայում, մի հոգի կերակրում է ինչ-որ աղունիկների, իր վրա է լցնում, այդ աղունիկները հավաքվում են իր վրա սենց ու հետաքրքիր վիդեո է դուրս գալիս։ Այսինքն ոնց որ բանում տանը մենակի պես։ Այո, հիմա ու թրենդը դա սկսել են նմանատիպ բան անել, այսինքն ինչ որ մեկի գործողությունից, մեկի այդ պահի իրականացված ոչ միտումնավոր բայց իր մեջ տրամաբանություն չկա, նույնը ոնց որ Կայծյալը ավարտել էր արդեն գրեթե իր կարիերան, զբաղվում էր այլ մոլորակայինների հետ շփման մեջ էր ակտիվ, մեկ է պարզվեց իր երգը, իսկապես ինքը իր գործով էր գնացել էլի, ու իր երգը դառավ թրենդ միջազգային շուկայում, Կայծյալը ռուսական շուկայում, ինքը նույնիսկ տեղյակ չէր 20 տարի անց 20 տարի անց, ու ինքը հիմա ինչ-որ ու մարդիկ ինչ-որ գլխակներ են դնում, ասում են գլխակներն են բոլորը on-line-ով այդ գլխակը առելի մեծ քանակությամբ այդ գլխակներն են ես անգամ գիտեմ, որ ինքը trend-ից ոչ մի օգուտ չկարեց։ Ապրես, ինքը որպես արտիստ, որովհետև ինքը արդեն իր կարիերան գրեթե ավարտել էր այդ ակտիվ երաժշտական հայ, այսինքն երբ որ իրան դիմում են, իսկ կարող եք շոուով գաք, որտեղ մենք շոուի ենք ուզում դնենք, ինչ շոու այդ մարդը արդեն շուտվանից այդ թեմայի մեջ չի, նույն ձևի թրենդային դարձավ, երբ որ դուրս եկավ ֆիլմը, ասեք, հա, շախմատի հետ կախված եւ Թակու Քայլը, հա, այդպես էր։ Հայ դիտիշտ։ Խոտ Կարալևը, եթե ճիշտ եմ հիշում։ Հա, եւ աղջիկների մեջ առաջացավ հա Queen Gambit, չեմ հիշում հայերեն։ Հա, եւ աղջիկների մոտ առաջացավ Gambit։ Իտալիա չէ թողում խոսալ։ Հա, առաջացավ սերը դեպի շախմատ ու առելի մեծ քանակությամբ պատվերներ գրանցվեցին։ Հիմա դուք պատկերացեք Amazon-ում մարդը շախմատ է վաճառում, մեկ ինքը չգիտի, մեկ է միամիտ 100 հատ պատվեր է գալիս, այսինքն ինքը մտածում է, ինչ եղավ աշխարհում, էլի մարդիկ շախմատի գիրք գտան, իմացան շախմատի մասին, այսինքն բիզնեսի համար այս երկու բանը շատ կարևոր է։ Ինքը, որտեվ այսօր ինքը թելադրող է, այսինքն ինքը ռեակտիվ է, հա, սպառողն է, թե թելադրողն է, պրոակտիվն է։ Սա ինչի համար է կարևոր, որտեվ եթե դու ասում ես ես բիզնեսի առաջատար եմ, որտեվ շատ դեպքերում ասում են, այսինչ ոլորտի բիզնեսի առաջատար, այսինչ ընկերությունն է։
հարց ես տալիս, իսկ 1 տարվա ընթացքում ի՞նչ տրենդներ ես դու բերել այդ ոլորտ։ Ասում է, չէ, եղբայր, ես ավելի շատ սա եմ արել, ես օֆիսս եմ մեծացրել, ես կամ ինչ եմ ուզում ասեմ, ներողություն, այդ տրենդների այդ առաջին մակարդակը, որ ասեցի, հենց ինչ որ պատահական ինչ որ մի բանից ասեմ, մեմեր, sense ասած տարածում են եւ այլն։ Երկրորդ տրենդը դա ոլորտային տրենդը, որը ավելի շատ միգուցե պետություններն են թելադրում, ոլորտայինները, ինչու օրինակ ես վերջին տարիներին տարածված է, չէ, սա շվեյցարիան չէ, սա գրենլանդիան չէ, սա դանիան չէ, սա Ղրղստանն է, հա, ու մի քանի երկրներ չէ, արդեն տուրիստական ընկերություններ սկսեցին իրենց տուրիստական ընկերությունը հենց այդ ֆորմատով տարածել։ Չէ՞ որ մեկը մի հատ լավ բան արեց, ու աշխատում, հա, ու դա տարածվեց բոլորի մեջ։ Իսկ բիզնես երկրորդ մակարդակում տրենդերը հիմնականում բիզնեսներն են ստեղծում բնականաբար։ Մի հատ լավ բան են ստեղծում, ասենք մի հատ հայտնի գովազդային բաներ կար, չէ, աչքերը Հայաստանում աչքերը մայրիկինն են, քիթը ինչ որ բժշկի անում, հա։ Դες ու դրա վրա սկսեցին տարբեր բիզնեսներ կիրառել։ Բոլորը ված ստացվեց բնականաբար, որովհետև որ առաջատարն առաջինն լավ մտածած եւ այլն։ Բայց կամ վերջերս մի հատ տրենդային բան գնաց գովազդային արշավ իջավ, ինչ որ բան, չէ, սենց։ Ինչ այլ մնացածը իրաց գնաց, եկավ, բայց մեկը համով չի։ Հայ տրենդի մեջ են ուզում մտնեն, բայց իրանք գնալու են։ Հիմա այսքան մենք կարծում ենք, որ տրենդի կրկնօրինակումը չի կարող երբեք առաջնայինին բիզնես ոլորտում ավելի լավ ոլորտային, այդ բիզնեսների Սամոջան մի քիչ կարող է ես սխալվեմ, ես ոչ թե համաձայն չեմ, ես համարում եմ, որ կրկնօրինակությունն էլ իրենք շատ կարևորն են, այսինքն դու դա դրել ես ինչ ես արել, ապրես, դու դա եթե հաշվի ես արել իրենց բացերը եւ ավելի գրագետ ես արել, մի բանը վրան ավելացրել ես, դու կարող ես ձնագնդիկը եւս պատտես ու մարդիկ նույնիսկ մոռանան այն առաջինը քեզ հիշեն, հա, որտեղ առաջինը կարող է տեսած չլինեն, օրինակ երկրների դրա վառ օրինակը, եթե հիշում եք, հա, հայտնի Mercedes BMW կռիվը իրար հետ, հա, ինչքան երկար գնում ապրեց։ Չարլեզուները ասում են այդ նույն սեփականատերերին են։ Չարլեզուները։ Հիմա այսինքն ամեն հաջորդ մեր հյուրը իրենք են։ Կան գործարներ, ովքեր տրենդեր են ստեղծում եւ կան գործարներ, ովքեր պիտի կարողանան տրենդերից ճիշտ օգտվել, հա։ Իսկ եթե խոսենք տրենդը, հենց ոչ թե ոլորտային տրենդի մասին, այլ ոլորտը որպես տրենդ։ Կան չէ տարբեր, այսպիսի ժամանակաշրջաններ։ Կա ինչ որ մի ժամանակաշրջան, երբ որ տրենդային էր առևտրով զբաղվելը, իրավաբան դառնալը, տնտեսագետ էր, ոչ թե բիզնեսը, այլ այո, մասնագետ լինել, աշխատել բանկում կամ այո, հետո եկավ ժամանակաշրջան, երբ որ եղավ տրենդային տեխնոլոգիական ստարտափ ունենալը, հա, այսինքն լինել IT ոլորտում, IT-շտի կամ IT բիզնես ստարտափ եւ այլն։ Որն է ձեր կարծիքով հաջորդ ոլորտը տրենդային։ Հաջորդը դժվար է ասելը, հաջորդը եթե կարողանայինք ասել, դժվար է ասելը, լավ, չասենք։ Ես հիմա մտածում եմ, AI-ը հիմա այս պահին ինչա, AI-ն է շատ, արհեստական բանականությունն է շատ, ասենք տրենդային, չափազանց տրենդային է, այլ հարցա ճիշտ են օգտագործում սխալ, այլ հարցա ինչպես են վերաբերվում, այլ հարցա թե ինչ ապագա կունենա, միգուցե մի 2 տարի հետո AI-ի մասն էլ ոչ ոք չխոսա, մեկ այլ բան հայտնվի, բայց այդ տրենդների մեջ է եւ այսօրվա ամենաուժեղ տրենդներից մեկը նաեւ մեր ժամանակների այդ կրիպտո արժույթներն են, հա, որը էլի բիզնեսի հետ է կապված, ինչու, որովհետեւ ասենք պարզվում է հայկական, չգիտեմ գաղտնիք եմ ասում թե չէ, բայց գաղտնիք չի երևի, որ հայկական շատ գործարարներ Իրանի հետ աշխատում են կրիպտո արժույթով, հա, բնականաբար։ Ինչու՞, որովհետև այլ տարբերակ չկա, հա, այդ գործիքը հնարավորություն տալիս, լեգալ գործիք է ու կարողանում են ոնց որ բան անել, օգտագործել։ Այդ էլ է բավականին տրենդային ու բիզնեսներից գումարներ են անում կրիպտո արժույթների մեջ են դնում, այլ հարցը լավ են անում, վատ են անում, խելամիտ են անում, խելամիտ չեն անում, լրիվ այլ ասում էպիզոդի նյութ, հա, բայց մենք երեքս էլ մասնագետ չենք դրա մասին խոսելու տեսանկյունից, բայց տրենդ է դա։ Ես գտա տրենդային ոլորտ։ Ապա քանի որ մենք ապրում ենք այսպես կոչեցյալ պերմակրիզիս ժամանակում, երբ որ մշտական կրիզիսը, հա, ճգնաժամը մշտական է, ու դարձել է սովորական, ու մենք ապրում ենք նաև արդյունաբերական հեղաշրջման հաջորդ փուլ են գնում, գալիս է արհեստական բանականությունը, որը եւս փոխելու է լիքը իրավիճակ ու առաջացել է մարդու ուղեղում ճգնաժամ,
մարդու ուղեղում։ Ու հետեւաբար հեռանկարային դառնալու է, հիմա տրենդային է դառնալու այս փուլում ինչ որ վերափոխված հոգեբանական ծառայությունները։ Շատ լուրջ տրենդային են դառնալու, այսինքն բիզնեսներում ինքը կարող է ես ուզում եմ այստեղ մատանշեմ, ես ի նկատի չունեմ տրեյներ, քոուչ, ինչ որ կար, ոչ։ Լուրջ հոգեբանական կրթություն ունեցող, իսկապես լուրջ բիզնես հետազոտած սիմբիոզով մարդիկ, այսինքն բիզնես հոգեբաններ, մարդիկ, ովքեր մասնագիտությունները հետազոտել են ըստ հմտությունների ու ըստ կարգավի ու կարող են մասնագիտական կողմնորոշում տալ այն մարդկանց, ովքեր հասել են ինչ-որ մի փուլի ու այլևս տրամաբանորեն չեն հասկանում փոփոխվող աշխարհով ինչով պետք է զբաղվեն։ Ու իրենց ծառայությունները այդ ոլորտը մոտակա 10 տարին շատ կարևոր են լինելու, որովհետև մենք հələ դեռ փոխվում ենք, հələ չգիտենք, այսինքն A կետից դուրս ենք եկել, հաստատ փոխվում ենք։ B կետը որնա չգիտենք, որ հասանք է B կետ, ինչ-որ մեկը եւս մի 5 տարի պիտի բացատրի ինչ է այդ B կետը։ Ու այդ մարդիկ պիտի լինեն այդ թարգմանիչը հնի նորի ու ամենակարևորը ամեն դեպքում մենք խոսում ենք երջանկության մասին, չէ՞, մարդը ուզում է թեկուս փոքր հացով, բայց երջանիկ լինի, հա։ Այ պետք է լինեն այդ հոգեբանները, միգուցե վերափոխված, միգուցե հոգեբան բառը հենց այնց, բայց մարդուն հասկացող, մարդու ուղեղի աշխատանքը հասկացող, որովհետեւ մարդիկ են պետք ու ամենակարևորը այդ հոգեբանները նաև պետք են, որպեսզի մարդը չհիասթափվի ստեղծել, որովհետեւ հիմա challenge կա, դες լուրջ մարտահրավեր է, ինչի ես նկարեմ, ինչու ես նոր երգ ստեղծեմ, ինչու ես նոր ֆիլմ ստեղծեմ, ինչու եթե ամեն ինչը կարող արհեստական բանականություն անի, հա, ու ամենավտանգավորը արդեն դա սկսել են։ Այսինքն այն մարդիկ, ովքեր վաճառում էին իրենց գործերը, ասում են, ինչն է, սա պետք է կապրիզով ստեղծարար մարդիկ, եթե մենք կարող ենք AI-ով էդի ստար, արդեն ունեն հաղորդավարներ, արդեն ֆիլմեր են ստեղծում, ռեժիսոր կա, որ AI-ով է, հա, այն պատվերված է եւ AI-ով ռեժիսորներ կան, որ էլ պետք չի ռեժիսոր ինքը կնկարի, դերասանները արդեն պրոդյուսերի սեփականությունն են, որտեղ ստեղծած են AI-ով եւ իր մոտ է, այսինքն որ դու նայում ես այնտեղ, որտեղ որ մարդը կարող է ինչ-որ մի պահի փակվի, այդ դրա համար այն ծառայությունները ամեն դեպքում մարդն է կարևորը, հետեւաբար մարդակենտրոն միգուցե հոգեբան սխալ ձևակերպեցի, բայց նոր պետք է խոսել մտավոր առողջության մասին, ասեմ ավելին, այդ նույն հոգեբանները հարստական բանականությամբ են աշխատելու նաև։ Այդ լրիվ նորմալ է։ Լրիվ նորմալ է։ Եթե իհարկե ես չեմ խորանում իրանց գործիքակազմի վրա, բայց շատ կարևոր է լինելու դրա համար ես ասում կարող հոգեբան բառը ես սխալ եմ ընկալում, սխալ եմ օգտագործում, բայց ավելի շատ իրանց մոտ է դա, էլի։ Այդ ընթացքում, այդ սեսիայի ընթացքում կարող է դիմացինի աչքերի արտահայտությունները, դիմացինի միմիկաները եւ այլն մի պահ բաց թողից արհեստական բանականություն դա այս պահին չէ, այս պահին էլ է դա անում, բայց մի 5 տարին ֆիքսելու է ու մեսեջը տալու։ Գուցե վերլուծական նպատակով, այո, հոգեբանի կողմից օգտագործող, բայց ոչ թե հոգեբանին փոխարինող։ Այնու գիտես, մեկ ասում են, չէ, որ երեխան հարց է տալիս քեզ, դու պահի տակ մի հատ պատասխան ես տալիս, հետո հասկանում ես, որ քանի որ քո լսարանը երեխան է, դու չես փորձում ինչ-որ, հա, մտքեր արտացոլես, փորձում ես մաքսիմալ բարդ երևույթը, մաքսիմալ պարզ ասես, որ հասկանալի լինի։ Այս վերջերս մի հատ երեխա ինձ ասում է, ինձ դպրոցում ասել են, սա պետք է իսկա, պիտի կարդամ։ Ինչի կարդամ։ Գիրք են տվել։ Ինչի պիտի կարդամ։ Ու ես հիշեցի, որ մեր ժամանակ, որ ես էի դպրոցում, ասում էին կարդա, որ իմանաս։ Հետո հասկացա, որ դարաշրջանը պրծավ։ Կարդար, որ իմանաս, պրծել է, այսուհետև սա, բայց գիրք կարդալը շատ կարևոր է ու պահի տակ ասի կարդա, որ մտածես։ Ու հետո իմ մեջ մտածեցի, ինչ կարևոր է այսօր երեխաներին ասել, որ գիտելիքը իմանալու մասին չի։ Պրծավ է դարաշրջանը։ Google-ը ձեզանից շատ բան գիտի։ Հա, այ դու պետք է կարդաս, որպեսզի մտածես, որտեղ մտածելն է կարևորը, հա։ Այսօրվա տրենդների մեջ է օրինակ ամբողջ աշխարհում այդ digital nomad ասածները թվային coach-for, հա, այսպես է, coach-for բառը այդքան լավ չի հնչում։ Ինքը վաճառ, նորմալ է։ Որովհետև արդեն թվային coach-for-ներ չեն համարվում միայն IT ոլորտի մարդիկ, ովքեր որ իրենցից սկսվեց այդ տրենդը տարբեր պատճառներով, այլև կամայական մասնագիտության մարդիկ, ովքեր AI-ով են աշխատում, ովքեր թվային մարդիկ են եւ այլն կարող են ապրել տարբեր երկրներում, ուղղակի այդտեղ տակը թաքնված վտանգ կա։
միշտ մարդիկ ցույց են տալիս այդ իրենց պատմության լավ կողմերը, Բալի, Մալդիվներ, ամեն ինչ լավ է, հա, բայց մոռանում են այդ Արեգի նշած կարևորագույն այդ հոգեբանական պահը։ Դու Մալդիվներում լավ ես զգում, ամեն ինչ լավ է, բայց հոգեբանորեն միևնույնն է, այդ հողը քոնը չի, այդ ոտքի տակի հողը քոնը չի։ Դրանից ես դու նկարագրես ցանկացած սարսափ ֆիլմ, ոնց հասկացում չէ, ցանկացած սարսափ ֆիլմ։ Ամեն ինչ լավ է։ Ծովի ափին, տես բոլորը վազում են կամ ինչ-որ տես շապը գալիս է։ Սա ամեն ինչ լավ է, ու դու մտածում ես արդեն առաջին մտքեդ որն է, որ գիտես մանավանդ ֆիլմը սարսափ է, առաջինը ով է վարի գնալու էլի, այդ ձկները ումն են առաջինը ուտելու, հետեւաբար շատ ճիշտ է Սամվել ջան։ Իսկ հումա տրենդային կդառնա նաև ցուցամոլության պակաս, այսինքն այսուհետ դու քանի որ երևի թե ինչ որ ժամանակ մարդկությունը աղքատ էր ապրում ու պետք էր ինչ որ այդ ցուցամոլությունը, որը կա սոցիալական ցանցերում, որ մարդը իսկ ինքը դնում է, որտեղ բոլորն էլ են դնում, հա։ Ես մի հատ ցուցամոլությունը 10 տարին մեկ վերադառնում է տրենդի եւ լուրջ հետազոտված է, ճիշտ է։ Հիմա իրական հենց էս ասեցի, ուզում եի հաջորդ հարցը տամ։ Ձեր կարծիքով տրենդերը ինչքան կյանք ունեն։ Կարող են ունենալ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, ու եթե ես տեսական տրենդների մասին եմ, ասենք խոսում գլոբալ տրենդների, ասենք երևի 10 տարի հավանաբար, ոչ ավել, չէ, հիմա 10 տարի անցած ժամանակում, այս եկող ժամանակներում այդ 10 տարվա ժամկետները կտրուկ կրճատվեն։ Այս վերջերս հետազոտում եմ այդ պրոյեկտի շրջանակում, նայում ենք աճող սերունդի հետ, իրենց նախասիրությունները եւ այլ, որպեսզի կարողանանք ճիշտ գործիքակազմ կիրառենք, մանավանդ եթե իրեն գալու են վաճառքի դաշտ, էլի։ Ու ինչ մի հատ հետաքրքիր օրինաչափություն բարձվում կա, որը չգիտի, դա վերաբերվում է պատանիներին։ Աշխարհում գրեթե բոլոր պատանիների, որ ժամանակ կա պատանիության, հա, այսինքն այդ 12-ից 15 տարեկան ժամանակ, հա, առաջանում է ինչ-որ ռոմանտիզմ դեպի դիկտատորներին, տոտալիտար դիկտատոր համակարգերի։ Ինչ-որ գրականություն են սկսում կարդալ, այսինքն վիդեոներ են սկսում նայել, այդ ու ամենակարևորը ռոմանտիկ բանի տակ, այսինքն օրինակ բոլորին այդ տարիքին հետաքրքրում է Հիտլերը ով էր, հա, դա խելացի մարդ է, այսինքն ու այն սարսափը, ինչ որ կա, այն հետևանքը արդեն էդի այդքան, ոնց որ ասում է, ունեն իրանք չգիտեն, բայց ավելի ռոմանտիկ աչքերով են նայում, հա, ու ինչ է ասում, պարզվում է, որ հստակ գրականություն գնող երեխաները, հա, նո, այդ նույնիսկ շատ երկրներում, իդեպ ես զարմացած եմ, որ Հայաստանում էլ է արգելված այդ գիրքը, ինչի ասում զարմացած եմ, որովհետև ինքը կա վաճառքում վերնիսաժում, էլի, արգելված է, բայց կա։ Այ դա տրենդ է, որը վերաբերվում է կոնկրետ մարդու տարիքին։ Ինչ որ ժամանակ դու այդ տրենդի մեջ ընկնելու ես։ Ու իրեն գիտեն, որ այդ ժամանակ դու ընկնելու ես այդ տրենդի մեջ։ Հիմա նույնը, տես, հետաքրքիր բան ասեմ, օրինակ հարսանիքներին է վերաբերվում։ Ամենակարևորը, տեսեք, ոչ մի ձև, ոչ մի բան չի քարոզվում, բայց տեսեք հարսանիքների տրենդները ոնց փոխվեցին։ Հոլիվուդը ձևավորեց նոր հարսանիքի տեսակ։ Ամբողջ աշխարհում արդեն աշխատում է այդ տարբերակը, երբ որ աղջկա կողքը կանգնած են աղջկա, ընկերուները նույն շորերով, տղու ընկերները ու արդեն այդ ընկեր, այսինքն ու դու նայում ես, դա ինչ որ տրենդ է, որը որ գալիս ու իրանք ու ասես ինքը ինչքան կտևի, միջև Հոլիվուդը նոր տրենդ բերի։ Հա, հեսա գալիս է փետրվարի 14-ը։ Դա տրենդի մասին է, էլի։ Պլյուս 5 տարի։ Այսինքն դրա համար ժամկետը ինքը մի քիչ բնականաբար կախված է թե ընդհանրապես ինչ մակարդակի տրենդ է ինքը։ 10 տարի առաջ եթե դու ասեիր Երևանում ամանորին մարդիկ գլինտվեյն են խմելու, լուրջ կծիծաղային։ Խոսես լուրջ, մերոնք չէ, ինչ ես խոսում։ Հիմա որ դու ասում ես մարդը գալի ասում է, իսկ կա գլինտվեյն։ Հա, որտեվ իր համար դա արդեն տրենդային խմիչք է ամանորին։ Այսինքն ու ասես որտեղից է եկել, այ ես դրա համար ուզում ասեի, շատ կարևոր է որ գործարարը ինքը լինի սպառողի հետ մեկտեղ, կողքի հարակից ոլորտներից բերել իր ոլորտ ադապտացնի եւ նաեւ լինի թելադրողը, տրենդեր թելադրողը, որովհետեւ իմ համար որպես փորձագետ եւ համոզված եմ նաեւ շատ փորձագետների համար մեծ սեղանի շուրջ նաեւ
մենք դիտարկում ենք առաջատար գործարարին այն տրենդներով, որ ինքը բերել է շուկա, այլ ոչ թե ինչ-որ ցուցանիշներով ես 20% ավել փող աշխատեցի։ Դա այն որ ասում եմ բնական process է, էլի։ Մի շատ կարևոր գործիքի մասին կուզեմ հիմա խոսանք, որի մասին հենց անուղղակիորեն եղավ անդրադարձել, բայց իմ կարծիքով սա հենց այն գործիքն է, որով թե կարող ես տրենդ թելադրել եւ թե հետեւել տրենդին, այդ մեդիան է։ Այսինքն ինչքան կարևոր դեր ունի մեդիան հենց նախ հետևելու, թե ինչ տրենդեր կան, թե ոլորտային բիզնեսների կամ ինչ ուղղությամբ է գնում քո ոլորտում, այլ օրինակ մրցակիցների բիզնեսների տրենդերը, եւ թե նաեւ թեկուզ նույն մարքեթինգային տրենդեր եւ այլն։ Եվ նաեւ փորձել քո տրենդը, քո միտքը դարձնել տրենդային, քո գաղափարը, քո բիզնեսը, հա։ Իսկ ինչքանով են ընդհանրապես մեր հայ գործարարները կարևորում մեդիայի դերը այս առումով, քո կարծիքով Սամվել։ Գլոբալ իմաստով եթե խոսեմ, դե բիզնեսում դա կոչվում է PR, մեդիայի հետ աշխատանքը, հասարակայնության հետ աշխատանքը, ու դրսի շուկաներում բավականին շատ կիրառվում է դա, օրինակ մեքենաների, ավտոմեքենաների արտադրության ոլորտում, նույն BMW, Mercedes, այո, այլն կան մի քանի մոդելներ, 3-րդ մոդել, 5-րդ եւ այլն, հետո սկսեցին այս 3-րդը 5-ը խառնել իրար, դարձնել 4-րդ, ասենք բան չէ, ու տարբեր անուններ, տառեր սկսեցին մտցնել, երբ որ նայում ենք 20 տարի առաջ մի 5 մոդելային շարք էր, հիմա 50։ Ինչից դա եկավ, մի կողմից դե տեսնում են, որ մարդ կա, որը ոչ սրա չի ուզում այս փոքրը վարի ու մեծը չի կարա վարի, իրանք ինչ որ հիբրիդ են սարքում, որ շուկաները ասենց ու դա ամբողջը առաջ էին տանում այդ մեքենա արտադրողները PR-ի միջոցով, որտեղ դա գովազդով չես կարա վաճառես, ասես սա հենց քո համար է։ PR-ի միջոցով, մեդիայի միջոցով, ցույց տալով, խոսելով, իրենք օգտագործելով դա առաջ են տանում։ Հայկական իրականության մեջ PR-ը մի կողմից բարեբախտաբար վերջին տարիներին սկսել է բավականին մեծ ուշադրություն դարձնել PR ընկերություններն են որակը բարձր շատերը որակյալ ծառայություններ են մատուցում, մյուս կողմից էլ բիզնեսների շատ փոքր մասն է դեռ դրա կարևորությունը ընկալում։ Ես տասնյակ գործարարների գիտեմ, բազմաթիվ գործարարների, որոնք հպարտությամբ ասում են, ես նորությունները չեմ նայում։ Դա իրաց համար դրական բան է, ինչպես թե չես նայում, բայց նորությունների ցես դու ստանում են ինֆորմացիան, գաղափարները, մոտեցումը վերջի ինչ է կատարում ոնց որ բան շուկայում, հա, ու հայկական գործարարության բիզնեսի ասենք 90%-ը PR-ի համար փող ծախսել է, իր համար ոնց որ փողը ջուր է լցնես։ Իհարկե հակառակ կողմն էլ կա, ոչ որակյալ ծառայություններ են ստացել, ժամանակին արդյունքը չեն տեսել, բայց մյուս կողմից էլ ասում եմ բարեբախտաբար այդ շուկան, այդ ծառայություն մատուցողների թիվը եւ որակը վերջին տարիներին բարձրանում է։ Ցավոք սրտի դեռ չեն կարևորում հայկական շուկայում գլոբալ իմաստով, ով կարևորում է միանգամից առաջ է գնում, ու այս մի անգամ էլ ենք այդ մասին կարծեմ խոսել, որ մի քանի տարի առաջ հայկական սնունդի, հանրային սնունդի ոլորտում խնդիր առաջացավ, ինչ որ մարդիկ թունավորվեցին, ու նույն դեպքը ինչպես տարբեր ընկերություններ, տարբեր ռեստորաններ արձագանքեցին։ Հստակ երևաց, սա ունի PR թիմ, որը վատն է կամ չունի, այն մյուսը չունի, երրորդը ունի շատ լավ PR թիմ, որովհետև այդ իրավիճակից ի շնորհիվ PR քաղաքականության ինքը հաղթող դուրս եկավ։ Այն մյուսը տոտալ լուզեր դուրս եկավ այդ իրավիճակից։ Նարեկի ասացի հետ համաձայն չի։ Չէ, համաձայն եմ, ընդհանրապես ես մտածում եմ ոնց անենք, որ դուրս գանք դեպի ուղղորդող, էլի, որտեղ եթե մենք հիմա գնահատական տանք, գնահատականը ընդհանրապես նրա մասին է, որ այս իրավիճակում են գտնվում, հա։ Մենք պիտի հասկանանք ցավոք սրտի Հայաստանի մեդիա դաշտը հեղեղված է քաղաքական բամբասանքով։ Այսինքն դիտավորյալ մատնանշում են բամբասանք բառը, որովհետև ինքը կառուցողական քննարկում չի ու դիտավորյալ է դա արվում, ու ինքը արվում է բոլոր խաղացողների կողմից, էլի, որ դու ուղեղդ ընկնես բանը, հետո դու տարան, բայց ինքը դրա համար ես շատ դեպքերում համաձայն եմ, թե ինչի իրանք նորություններին չեն հետևում, որովհետև եթե ինքը էդ էլ հետևի, ուղեղը կտրակի գործարարի, պետք է ինքը որակյալ կոնտենտ նայի, որ կանոնագերությունը պահի դաշտի վրա։ Խնդրում, ես ոչ թե խոսում էի քաղաքական լուրերի կամ ինչ-որ բաների, այլ նաև տնտեսական, միջազգային տնտեսական ապսագրեր կան, վերլուծական հոդվածներ կան, դրանց մասին է խոսք, այլ ոչ թե
քաղաքական կամ այլ տիպի Հետևաբար ու PR-ը այսօր ու մասնագետները մեծամասնությամբ իրանք ֆիքսված են այնտեղ, որտեղ քաղաքականության մեջ փող կա, եթե փող չլիներ, չլիներ երևույթը, բոլորը հստակ հասկանում են, որտեղ ու բոլորն են հասկանում են ինչի համար են այդ ամեն ինչը անում։ Եկեք հանգիստ թողենք այդ երևույթը, դա բիզնեսի ուրիշ տեսակ է եւ YouTube-յան այլ ալիքներով կարող են դա դնել։ Մեր խնդիրը հիմա ուրիշ բանի մեջ է։ Գործարարը շատ դեպքերում իր համար այդ գործիքակազմը հասանելի չի, որովհետև այն ինչ որ ինքը կուզենար աներ, ինքը դրա ռեսուրսը չունի, այդ երկար խաղի կանոններով ինչ որ բան անի, բայց ինքը ունի իմ կարծիքով իր անելիքը։ Օրինակ ունիկալ էր ու զարմանալի էր, չէ՞ որ Kanye West-ը եկավ Մոսկվա, հա, եւ ասեց համերգա տալու, չի տալու համերգ, չի տալու, դնել են, հետո հանել են, բայց ինչ եղավ, ուղիղ 2 շաբաթ բոլոր խաղացողները ռուսական դաշտում այդ երևույթին կոմերցիոն ձեռ առնելով, չառնելով ու եւ բոլորը անդրադարձան։ Այսինքն ու այնպես ոնց են ասում նուրբ անդրադարձեր, որ իրանք ցույց տվեցին, որ մենք հետևում ենք ինչ է կատարվում դաշտում ու ոչ թե մենք ասում ենք մեր էջերով ժողովուրդ ջան ձուն է գալիս կամ ժողովուրդ ջան գիշեր եկավ կամ քանի որ մարդկանց տունը նաև օրացույց չկա, ես ասում եմ ուրբաթ է, որ մարդը իմ էջով տեսնի որ ուրբաթ է, թե չէ ինքը իրանով չգիտեր որ ուրբաթ է, հա, այ անցնում են այլ քայլերի, թրենդերին են սկսում հետևել։ Իսկ մեր հայկական դաշտը ինքը այդ առումով ամենաակտիվն է։ Մենք ամեն 5 շաբթի բարիս բուն իմաստով նոր երկիր ունենք։ Այսինքն մենք ունիկալ երկիր ենք, որ ամեն 5 շաբթի նոր իրականություն է ձևավորվում։ Ու հետեւաբար այդ նոր իրականությունը, այն որ մեկ-մեկ ասում են հին ու նոր, ասում եղբայր 5 շաբթի սպասես, նոր էլի իրականություն կլինի։ Արդեն այս շաբաթը հինն է մեկը։ Դու որպես բիզնես կարաս իրան անդրադառնաս, կարաս թեթև ակնարկային անդրադառնաս։ Դա կլինի միջազգային խաղ։ Օրինակ էլեմենտար բան, մեր սպորտսմենները, հա, մենք փոքր երկիր ենք, սպորտսմենները գրավել են, օլիմպիադային են գտնվում։ Ու ինձ հետաքրքիր էր, քանի հայկական ընկերություն, որոնք հետո գոռում են գնեք հայկականը, ընտրեք հայկականը, մենք հայկական ենք, ընտրեք Հայաստանում արտադրվածը, իրանք անդրադարձան սպորտում գրանցած հաջողություններին։ Այսինքն կամ մեր այսինչ հայ մարզիկի ծննդյան օրն է, կամ իր կյանքում ինչ-որ մի հատ իրադարձություն է եղել, կամ երաժշտական ոլորտում նշանակություն չունի Մանսուրյանի ինչ-որ հոբելյանական ինչ-որ բան կա, այսինքն իրանք շատ կարևոր են, երբ որ դու թրենդը բռնում ես, ու այդ թրենդի մեջ գրագետ աշխատանք ես կատարում։ Ես շատ դեպքերում համարում եմ, որ մերոնք չեն մտնում այդ խաղի մեջ, որովհետև ինքը շատ նուրբ գործիք է, այնտեղ սխալվելը, հա, հստակ է լինելու ու կներեք արտահայտության համար ինքը այդպես վրազ երևալ է որ դու փնթի ես էլի ու ասում ավելի լավ ոչ մի բան չանեմ տես ես ոչ մի բան չեմ անում ու ինձ ոչ մի բան չեն ասում այն մեկը արեց քարկոծվեց այդ մոտեցումն է մի քիչ էլի ու փողը ամեն դեպքում մենք գումարի մասին ենք խոսում դա լուրջ ներդրում է թրենդ թելադրելը թրենդ բերելը դա լուրջ գումար է Ժորժան ակնհայտ է չէ որ այդտեղ համաձայնվեմ քեզ հետ ինչու որովհետև սոցիալական ցանցերը ամբողջովին անվճար են հիմա ամենամեծ թրենդներից մեկը խոշոր գործարարները ամերիկյան խոշոր միլիարդատերեր բիզնեսների տերեր լուրջ իրենք հայտնվում են սոցիալական ցանցերում տարբեր Instagram կլինի չգիտեմ YouTube-ում տարբեր տեղերում ինչու ժամանակն է իրանց թելադրում իրենք չեն կարող չլինել այսպես ասած ակտիվ սոցիալապես իսկ դա ամբողջովին անվճար է այլ հարց է նկարանումներ վճարովի այդ լրիվ այլ հարց է բայց ամեն դեպքում այդ ներկայությունը այդ թրենդի տեսանկյունից որ խոսենք դա կա բանի վճարման առումով հա կարող ես լավ մասնագետներ ներգրավել բայց ամեն դեպքում որոշակի կոնտենտ կա որ դու կարող ես նաև հերո չգնանք էլի եկեք կոնկրետ кейս քննարկենք կա ամանոր ճիշտ է ամանորը ցուրտ է Երևանում էլա ցուրտ ու շատ դեպքերում առանց ձյան ավելի ցուրտ է եւ ձյունը կարող ավելի տաք զգացվեր չէ որովհետեւ ամանորը մենք ձյուն չունենք Ուր է մեր ձյունը վերադարձեք մեր ձյունը հիմա մենք ունենք կոնյակ որպես հայկական խմիչք մենք ունենք գինի մենք ունենք ամեն ինչ լուրջ մենք պետք է գլինթվենով ներկայանանք իսկ կարող է ուրիշ թրենդային մի հատ խմիչք հայտնվեր կարող է մի հատ ուրիշ տարբերակ հայտնվեր մի հատ ընկերություն մտածեր որովհետեւ ինչ եմ ասում որովհետեւ պահի տակ դու որ նայում մարդ կա իր քիմքին գլինթվենը չի բռնում բայց ինքը կարող է այդ ուրիշ խմիչքի մասին լներ ու մատուցման ձևը ուրիշ լներ ու այն զբոսաշրջիկները որ եկել են ու մարդիկ որ դուրս են եկել իրանք չեն ասելու հա վայ գլինթվենի հայկական տնազնա հորինվե կամ նշանակություն չունի առաջարկվում է մի հատ բան
լավ խմիչք եկեք մոռանանք, ուտեստի տեսակ, մատուցման տեսակ։ Մենք բոլորս խոսում ենք, օրինակ, չգիտեմ, ամանոր, թող մի ընկերություն հաներ 100 հատ բուտ շարեր միտեղ ու ասեր այսուհետև ամանորը սկսում է նրանից, որ այսինչ մսամթերք արտադրողը լինելով շուկայի առաջատար 100 խոզի ապտղադետ բդերը դնում ենք ու այդտեղ բոլորին սենդվիչ ենք տալի, ժողովուրդ ջան եկեք։ Այ մարդը վաճառեն, չեմ ասում նվիրեն, թող անապահովներին նվիրեն, ով որ ապահովը վճարի դրա համար, բայց ինքը թրենդ է ձևավորում, միջավայր է ստեղծում ու տեսեք իրադարձությունը կա, ամանորը կա, մարդիկ դուրս են գալի, ընտանիքով փողոցում քայլում են ու ոչինչ բան, լռություն։ Ու դու նայում ես, նույնիսկ հետաքրքիրն է, որ ես ֆիլմից մենք կոպիա ենք արել այդ տնակները, դե ֆիլմերում ենք տեսել, չէ՞։ Բայց վարքագիծը մեր ուրիշ է։ Դու այդ ֆիլմերում տեսել ես տնակներում ինչ-որ բան են վաճառում, մարդիկ առնում են, ասում, խոսում են, ծիծաղում են, պարում են, մենք այդ մարդիկ չենք։ Բայց այդ տնակներն էլ ցավով պետք է նշեմ, արևմտյան են։ Ապրես մերը չեն։ Ինքը այտենց, գիտես, այնպես տպավորություն է, ոնց որ դու հայտնվել ես ֆիլմի նկարահանման ստուդիայում ու դու պիտի ոչ մի բանի ձեռք չտաս, որ ջջարվի։ Այստեղ հենց գալիս են, որ իմ կարծիքով որպես բան էլի, որպես առաջարկ խորհուրդ, որ հաջորդ տարի այդ գործարաններից մեկը դրանով զբաղվի, այլ ոչ թե որպես խրատ։ Իհարկե 100%։ Հենց այդ է, որ իմ կարծիքով միջազգային թրենդերի չես կարող կանգնես։ Դժվար է պայքարել, որովհետև եթե իրոք բոլոր երկրներում այսօր անգամ բոլոր երկրները, որտեղ երբևէ չի եղել ոչ Սուրբ Ծնունդ, ոչ Ամանոր, հա, իրանք լրիվ ուրիշ մշակույթի եւ ուրիշ օրինակ կրոնի դեր են, միևնույնն է, իրանք սկսել են անել ամանորյա բազարներ, տոնավաճառներ, կամ չգիտեմ, տոնածառ են դնում եւ այլն, այսինքն այդ թրենդը, եթե կա, դու պիտի ուղղակի կարողանաս դրա մեջ մաքսիմալ ճիշտ քեզ որպես գործարար ներկայացնես եւ գոնե փորձես այդ շրջանից քաղես ինչ-որ մի բան, որը քո հետ կմնա։ Հաշվի առնես հենց այդ ասում, հաշվի առնես քո լսարանը, ու այն մարդիկ որ գալիս են, շատ կարևոր պահ է, էլի, այսինքն դու ոչ թե ասես եղբայր, գիտես ինչ, Անգլիայում սա ընդունված է, այսպես են խմում, դու հաշվի առնես այն մարդը, որը Երևանում է գտնվում, ու այն մարդը, լավ, եկեք անկեղծ, էլի, Ժորժ ջան, Երևանի հրապարակի տոնածառը ակնհայտ է, չէ՞ որ ինքը ոչ միայն երևանցիների համար դրում, շատ դեպքերում ոչ, ասեմ ընդհանրապես երևանցիների համար չի դրվում, այսինքն մարզերից մեր հայրենակիցները որ շատ դեպքերում զբոսաշրջիկները, որտեղ շատ դեպքերում մարզերում ձևավորում չկար, հա, այսինքն հեռավոր բանավանդ գյուղերում ընդհանրապես ձևավորում չկա։ Մարդիկ հավաքվում են ընտանիքով գալիս են։ Դու դա պիտի հաշվի առնես, որ իրանց միջին չեկը պայմանական 500-700 դրամ է։ Ինչ որ մի բան ունենաս, որտեղ այդ պահին մարդը չպիտի նեղվի, ինքը չպիտի, հետո ինքը մեքենայով է, հետո պիտի գնա, ինքը ոնց այդ խմիչքը խմի, ու ինքը նայում է ուրիշ տակ, այսինքն այդ թրենդը եթե ձևավորվում է, ինքը ավտոմատ դու այդ թրենդի մեջ դառնում ես առաջատարը, որտեղ դու ինչ որ մի հատ նոր բան բերեցիր։ Ես ուզում եմ մի դրական բանով ավարտենք մեր այսօրվա քննարկումը թրենդերի մասին, այդ քննարկումը դրական չէ, շատ ավելի դրական, ու այն ինչ որ Նարեկն ասեց դրա հետ կապելով, այս տարի մենք ունեցանք, այո, թրենդային ձևավորում, որը ապարանն էր։ Ես այնքան մարդուց լսել եմ, որ իրանք հատուկ Երևանից գնացել են ապարան, որպեսզի տեսնեն ապարանի այս տարվա ամանորյա ձևավորումը, որովհետև շատ վիդեոներ եղան այդ մասին, շատ նյութեր գրվեցին, եւ իմ կարծիքով այն, որ կարող են թրենդեր ձևավորվել հենց նաև Երևանից դուրս, դա այն մասին է, որ 100%։ իրոք մարդու միտքն ու մարդու ցանկությունը ինչ-որ մի բան ստեղծելու չի ճանաչում ոչ վայր, ոչ սահմանափակումներ, եւ շատ ավելի լավ, որ մենք այսօր կարանք մտածենք այն մասին, որ պետք է գնալ ինչ-որ մի ուրիշ քաղաք, որ տեսնելու թրենդային ինչ-որ մի բան։ Ու դառնա թրենդային ամանորը նշել ընտանիքով Երևանում եւ ամսի 1-ին լինել, օրինակ պայմանական, 2-ին լինել Գյումրիում, 3-ին Աբարանում, 4-ին Վանաձոր, որպեսզի դա դառնա թրենդային, չմնալ տունը, դուրս գալ գնալ, այսինքն տեսնել ու դա կդառնա շատ բաներ ենք ասում, որ թվում է թե իրականանելի է, էլի, այսինքն մենք ինքներս մեծ հաճույքով կգնայինք։ Ընդհանրապես պետք է որ բոլոր խաղացողները հավատան դրան, որովհետև թրենդը նաև երազի մասին է։ Թրենդ ստեղծողը ինքը երազանք ունի։ Թրենդը նաև երազի մասին է։ Այսքանով ամփոփենք երևի այսօրվա մեր քննարկումը։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Թրենդային թեմա էր։